Ընկերներ ողջույն, որոշել եմ այսօր խոսել շուկայի ընդհանուր պատկերի մասին և թե ինչ կարելի է ակնկալել մոտ ապագայում շուկայից, ինչպիսի տեսք կարող է ունենալ մոտ ապագայում մեր կրիպտոարժութային շուկան, ընկերներ։ Ինչպես գիտենք, ցանկացած իմպուլսին, այսպես ասած, ցանկացած իմպուլսի պետք է հետևի կառեկցիա եւ չի լինում մենակ աճ կրիպտոարժույթներում, եթե աճը կա, պետքա լինի նաեւ կառեկցիա, այդպես ասած։ Եթե նայում ենք մեր բիտքոյնի պատմական գրաֆիկներին, բիտքոյնի գրաֆիկի ամենամեծ, եկեք ընտրենք բիտքոյնի բոլոր ժամանակների գրաֆիկը, որպեսզի մեզ մոտ ամբողջ պատկերը երևա։ Так, ուրեմն բիտքոյնի պատմության ընթացքում, գրաֆիկի ընթացքում ընթացել է տարբեր ցիկլերով, եթե նայենք ամեն ցիկլի ավարտից հետո, երբ որ ցիկլը ավարտվել է, կրիպտոարժույթը գնացել է երկարաժամկետ կառեկցիայի։ Եթե նայենք դրանից առաջ ցիկլին, ընկերներ, կտեսնենք, որ ցիկլը ավարտելուց հետո, այսինքն երբ որ տեղի է ունեցել գլոբալ աճերը տեղի են ունեցել, գլոբալ աճից հետո կրիպտոարժույթը գնացել է կառեկցիայի եւ այդպես շարունակ։ Եկեք նայենք հիմա ինչա տեղի ունենում մեր բիտքոյնի գնի հետ եւ ինչ կարելի է ակնկալել մոտ ապագայում։ Ինչպես տեսնում եք, ընկերներ, այս վերջի ցիկլը, որը այս պահին ընթանում է, չի, այսպես ասած, մեծ խոշոր կառեկցիայի չի գնացել։ Եվ կարող է շատ մոտ ապագայում մենք տեսնենք կրիպտոարժույթից կառեկցիա, մեծ կառեկցիա, երկար կառեկցիա, այսպես ասած։ Հիմա, եթե նայում ենք բիտքոյնի գրաֆիկին, տեսնում ենք, որ բիտքոյնի գրաֆիկի մոտ ձևավորվում է ֆիգուր, ֆիգուրի անունը, սա 5-ալիք աճի ստրուկտուրա է ձևավորել մեր բիտքոյնի գրաֆիկը եւ գտնվում է վերջին իմպուլսային աճի մեջ է գտնվում, վերջին իմպուլսը ավարտելուց հետո ինքը պետքա գնա իր վաստակած կառեկցիային, վաստակած հանգստին։ Եթե նայենք, սա առաջին ալիքն է իր կառեկցիան, սա երկրորդ ալիքն է երկրորդ ալիքի կառեկցիան եւ հիմա տեսնում ենք երրորդ ալիքը, վերջին իմպուլսային ալիքը 5-ալիք աճի ստրուկտուրայի մեջ։ Վերջի 5-րդ ալիքը բարդեցված ալիք է եւ ունի կանեչնի դիագոնալի, այսինքն ավարտող ֆիգուրի տեսք ունի, ֆիգուրն ունի այս տեսքը, ընկերներ, այս տեսքը ունի մեր ֆիգուրը եւ ինքը սեղմվող դիապազոնի, այսինքն այսենց քիչ-քիչ սեղմվող դիապազոնի տեսք ունի եւ երբ որ ավարտվում է սա հասնում է իր համապատասխան կետերին, կրիպտոարժույթը գնում է կառեկցիա եւ այս ֆիգուրը ունի համապատասխան չափեր, թե մինչեւ ուր կարա գնա կառեկցիան։ Ինչպես տեսնում եք, այս պահին ձևավորվում է ֆիգուրի սա առաջի վալնանա, սա B վալնանա կառեկցիոն, սա C վալնանա աճի, սա D վալնանա կառեկցիոն, պետքա ունենանք վերջի վալնան եւ վերջի վալնայից հետո արդեն կարանք ակնկալենք շուկայից ունենանք վերջի վալնան եւ ակնկալենք շուկայից համապատասխան կառեկցիա։ Եթե մենք վերադառնանք անցյալ եւ նայենք նմանատիպ իրավիճակներ եղել են արդյոք կրիպտոարժութային շուկայում, թե չեն եղել նմանատիպ դեպքեր, կարամ ասեմ, որ վերջի ցիկլը նույնպես սկսել է, վերջի ցիկլի ավարտը նույնպես սկսվել է հենց այս ֆիգուրից, կանեչնի դիագոնալի ֆիգուրից։ Եթե մենք նայենք, այստեղ 2021 թվականին մեր բիտքոյնի կառեկցիան սկսեց հենց այդ ֆիգուրից եւ ֆիգուրը ուներ նույն տեսքը, ինչ տեսքը, որ մենք հենց հիմա տեսնում ենք գրաֆիկի վրա, հենց այս պահին, նույն ֆիգուրից է սկսվել գլոբալ կառեկցիան, եթե կարելի է այդպես ասել։ Ֆիգուրը ժողովուրդ ունի մի հատ այսպիսի հատկություն, իր վերջի վալնան, այսինքն E վալնան, մի փոքր դուրս է գալիս այս մեր հիմնական տրենդից, այսինքն մի փոքր դուրս է գալիս, հետո վերադառնում է եւ սկսում իր անկումը։ Այս պահին բիտքոյնից սպասում եմ մոտավորապես մինչև $140,000, 140-145,000, սա մաքսիմումն է այս պահի, որ ակնկալում եմ բիտքոյնից, դրանից հետո կտեսնենք երկարաժամկետ անկում, երկարաժամկետ կառեկցիա։ Մինչև ուր կարա անկում կատարի մեր բիտքոյնը, դա կարանք հասկանանք կամ այս ֆիգուրի պոտենցիալով, կամ ընդհանուր շարժը, եթե նայենք Ֆիբոնաչիի գործիքով։ Եկեք նայենք շարժը,
Եթե նայենք այս վերջի շարժի պոտենցիալը ինքը հիմնականում համընկնում B գագաթի հետ, եթե դիտարկում ենք, որ այս պահին ունենք աճի պոտենցիալ մինչև $140,000, վերջի իմպուլսից ձգենք մինչև $140,000, պետք է համընկնի 0.6 մակարդակի հետ, 0.6 մակարդակը մեր $75,000 սահմանում է և իդեալական համընկնում մեր B վալնայի հետ, B վալնայի սկզբի հետ։ Սա մեր ֆիգուրի առաջին պոտենցիալն է, անկման։ Երկրորդ պոտենցիալը հաշվելու համար մենք կարող ենք ամբողջ իմպուլսը, այսինքն ամբողջը 5 ալիքը վերցնել և չափել մեր Ֆիբոնաչիի գործիքով։ Ձգում ենք իմպուլսի ամենասկզբից մինչև իմպուլսի ամենաավարտը, տեսնում ենք, որ մեր 236 մակարդակը համընկնում մեր ֆիգուրի պոտենցիալի հետ, իսկ առհասարակ այս ֆիգուրի 5 ալիք աճի ստրուկտուրայից հետո օպտիմալ կառեկցիան սովորաբար ավարտվում է 0.382 մակարդակի վրա։ 0.382 մակարդակն էլ իդեալական համընկնում ֆիգուրի ընդհանուր 5 ալիք աճի 4-րդ վալնայի հետ, 4-րդ ալիքի հետ, 4-րդ կառեկցիոն ալիքի հետ, որը որ կրկին համապատասխանում է մեր իրավիճակին։ Ինչպիսի շարժ եմ ակնկալում այս ամեն ինչից հաշվի առնելով։ Մենք կտեսնենք վերջի վալնան, վերջի իմպուլսային վալնան մինչև $140,000-145,000, դրանից հետո կարանք ակնկալենք անկում մինչև $80,000-85,000 սահման կտեսնենք անկում, սրանից հետո կտեսնենք որոշակի աճ կրկին անգամ կգրանցի մեր կրիպտոարժույթը և մինչև $60,000 սպասում եմ մեր բիտքոին կրիպտոարժույթից, սա շատ արագ տեղի չի ունենա, սովորաբար ժողովուրդ կառեկցիաները ձգվում են ավելի երկար, քան իմպուլսները, եթե օրինակ դիտարկենք ցանկացած, այսպես ասած, իմպուլս դիտարկենք և իմպուլսից հետո կառեկցիա դիտարկենք, եթե դիտարկենք օրինակի համար այս հատվածի իմպուլսը սկսել է այստեղից, իմպուլսը վերադարձել է այստեղ, տևել է 187 օր, իսկ եկեք դիտարկենք նույն իմպուլսի կառեկցիան սկսվել է այստեղից և ձգվել է մինչև այստեղ կառեկցիան ավարտվել է 240 օր, այսինքն կառեկցիաները միշտ լինում են ավելի երկար, քան իմպուլսները, դրա համար ընկերներ դիտարկեք, որ եթե մեր ընդհանուր իմպուլսը ձգվել է 2022 թվականից մինչև 2025 թվականի 3 տարի, մինիմում կարելի է այս ABC կառեկցիային իմ կարծիքով սպասել 3 տարի։ Ինչա տեղի ունենում այս նույն ժամանակահատվածում, ինչա տեղի ունենում բիտքոյնի դոմինացիայի հետ, եկեք դիտարկենք, եկեք նայենք։ Բիտքոյնի դոմինացիան ժողովուրդ բավականին տևական ժամանակ 2022 թվականից սկսած գտնվում էր այսպիսի մի հատ կողային տրենդի մեջ էր գտնվում, կողային աճող տրենդի մեջ էր գտնվում և անդադար աճում էր իր արժեքի մեջ, այսպես անդադար աճում էր իր արժեքի մեջ, անդադար տոկոսայնության մեջ աճում էր։ Ինչ-որ մի պահից սկսած տեղի ունեցավ այս տրենդի ջարդը, տրենդի ջարդից հետո տեղի ունեցել ռետեստը և հիմա մենք կարանք ակնկալենք անկում, մեր տրենդի ջարդից հետո կարանք ակնկալենք անկում։ Ինչ կարա խորհրդանշի այս անկումը, սա կարա խորհրդանշի, որ բիտքոյնից դուրս է գալու որոշակի գումար և իհարկե մտնի ալթքոյնների մեջ, այս ժամանակահատվածը այն ժամանակահատվածն է, որտեղ որոշ ալթքոյններ, որոնք պահպանել են իրենց աճի պոտենցիալը, կրակելու են բարձր տոկոսայնություն են ցույց տալու, այն պարագայում, երբ որ բիտքոյնը կաճի 5-7%, կլինեն կրիպտոարժույթներ, որոնք կաճեն 50%, 70% և այլն։ Մինչև ուր կարելի է սպասել բիտքոյնի դոմինացիան, մինչև որ ատմետկեքը, այսպես ասած, կարելի է ակնկալել բիտքոյնի դոմինացիայի անկումը։ Դա չափելու համար ես կրկին անգամ Ֆիբոնաչի գործիքով այս ճանապարհի ամենասկզբից մինչև ամենավերջ ձգում եմ իմ Ֆիբոնաչիից գործիքը։ Ինչպես տեսնում եմ, առաջին, այսպես ասած, ցելը դա 55%, 54-55%-ի սահմանն է, որը նաև համընկնում այստեղ մինիմումների հետ, ես կարծում եմ, որ սա
լավ ցել է մոտ ապագայի համար։ Եթե բիտքոյնը նաև իջնի եւ հասնի 50%-ի սահմանին, դա շատ լավ կլինի altcoin-ների համար, շատ altcoin-ներ կգրանցեն բավականին մեծ, այսպես ասած, տոկոսներով աճ կտեսնենք։ 50%-ը այս պահին իմ ֆավորիտն է եւ ես կարծում եմ, որ բիտքոյնի դոմինացիան կընկնի մինչեւ 50% անկում կարանք ակնկալենք մեր բիտքոյնի դոմինացիայից, ինչը լավ կարող անդրադառնա առհասարակ altcoin-ների աճի հետ եւ կարելի է լավ ներդրումներ կատարել այս ընթացքում։ Գնանք նաև հասկանանք, թե ինչ է տեղի ունենում տոտալ, այսինքն շուկայում առկա գումարի ամբողջ ծավալի հետ, եկեք դա հասկանալու համար մուտք ենք գործում տոտալների գրաֆիկը, total market cap, այսինքն կրիպտո, total market cap։ Մուտք ենք գործում total market cap-ը։ Այստեղ արդեն ունեմ որոշակի գծագիր, նույն պատկերն է ժողովուրդ, նույն պատկերը ինչ որ տեղի էր ունենում բիտքոյնի վրա։ Այսինքն, այստեղ մենք տեսնում ենք աճի առաջի վալնան, կառեկցիան, երկրորդ աճի վալնան, կառեկցիան եւ տեսնում ենք աճի հաջորդ վալնան, կանեչնի դիագոնալի ավարտող ծեպի տեսքով ենք մենք այսպես ասած տեսնում, մենք հիմա կրկին ու կրկին գտնվում ենք նույն ֆազայում, ինչ որ բիտքոյնն է գտնվում, այսինքն այստեղ նույնպես կարելի է ակնկալել որոշակի աճ, ես կարծում եմ, որ այդ աճը կլինի մինչև 4.5 տրիլիոնի սահմաններում, 4.5 տրիլիոնի սահմաններ, այնուհետև կտեսնենք գլոբալ անկում կրիպտոարժութային շուկայում ընդհանուր մինչև 2, սա էլ կարելի է չափել, սա էլ կարելի է չափել, թե շուկայի ծավալը ինչքան կարող է անկում ապրի, այս պահին մեր B վալնան եւ 4-րդ վալնան իրար հետ համ են ընկնում, այսինքն 2.5 տրիլիոն դոլարը, 2.5 տրիլիոն դոլարը, այս պահին համարում եմ 2-ից 2.5 տրիլիոն դոլարը, այս պահին համարում եմ ամենաակտուալ, այսինքն 2.25 տրիլիոն, դա ասենք ասեմ, ամենաակտուալ գինը, որտեղ կարա անկում ապրի կրիպտո շուկան, մինչև այդ ատմետկեկը անկում ապրել է այս ցիկլի ընթացքում համարում եմ ակտուալ։ Այս ամեն ինչի համար է, այսպես ասած, մեզ պետք, որպեսզի մենք կարողանանք կառուցել մեր ներդրումային ռազմավարությունը, այսինքն հասկանանք, թե որտեղից է պետք մտնել շուկա եւ որտեղից է պետք դուրս գալ շուկայից։ Շուկան այս պահին գտնվում է իր այսպես ասած, վերջի ֆազայի վրա, այս վերջի ֆազան էլ կավարտի եւ կգնա վաստակած, այսպես ասած, հանգստի, ներդրողները, այսպես ասած, պետքա պատրաստվեն իրանց ֆինանսները, իրանց ներդրումները ֆիքսելու, որպեսզի այն ամենամաքսիմում կետերից կարողանանք ֆիքսել մեր եկամուտները եւ արդեն փաստացի շորտ գործարքներն են դառնալու երկարաժամկետում շորտ գործարքներն են դառնալու ակտուալ։ Նաեւ մի կրիպտոարժույթի մասով էլ կարող ենք դիտարկումը կատարել, եկեք մեր շատ սիրելի էֆիրումի մասով դիտարկումը կատարենք եւ այսքանով ավարտենք մեր այսօրվա հանդիպումը։ Ես նախատեսում եմ, որ մեր հանդիպումները լինելու են շարունակական, ես ամիսը 1 անգամ, 2 անգամ ձեզ համար անեմ շուկայի ամբողջական обзор, շուկայի ամբողջական դիտարկումները, թե ինչ կարելի է ակնկալել մոտ ապագայում շուկայից։ Ինչպես տեսնում եք, ընկերներ, մենք այստեղ ունենք 5 ալիք աճի ստրուկտուրա է մեզ մոտ ձևավորվել եւ 5 ալիք աճի ստրուկտուրայից հետո մեզ մոտ ձևավորվել է ֆիգուր, 4-որդ վալնայում առաջացող ֆիգուր, այս 4-որդ վալնայում հիմնականում առաջանում է եռանկյունաձև, եռանկյունու նմանվող կառեկցիոն ֆիգուր, այսպես ասեմ։ Այս պահին մենք գտնվում ենք այս մեր աճի սցենարի 1, 2, սա 3-րդ վալնան, սա 4-րդ վալնան, սա էլ 5-րդ վալնան, գտնվում ենք մեր 5-րդ վալնայում, այս ցիկլը ավարտելուց հետո նույնպես մեր կրիպտոարժույթը պետքա գնա իր վաստակած, այսպես ասած, կառեկցիային, վաստակած հանգստին, ինչքան կարանք ակնկալենք այս պահին էֆիրումից, ինչպես տեսնում եք, ինքը եռանկյունը ջարդելուց հետո հետ է եկել ռետեստից հետո շարունակում է իր ճանապարհը, դա կարանք չափենք երկու եղանակով, առաջի եղանակը չափելու համար դա չափել մեր գործիքով Расширение Fibonacci основанное на тренде։ Վերցնում ենք այս գործիքը, ձգում ենք իմպուլսի սկզբից մինչև ամենավերջը եւ ձգում ենք որտեղից է դուրս եկել վերջի վալնան, որտեղ է ավարտվել, իսկ մեր վերջի վալնան ավարտվել է այս կետում։
Ինչպես տեսնում եք, իր առաջին, այսպես ասած, բիտքոյնը առաջի ցելերին գրեթե հասել է, իր առաջի ցելը դա բիտքոյնը, էֆիրումը հասել է իր առաջի ցելերին, դա $5000 սահմաններ, իր երկրորդ ցելը դա մեր $7000 սահմանն է, եւ մեր երրորդ ցելը դա $10,000 սահմանն է, որը իրականում, այսպես ասեմ, այս պահին համարում եմ շատ օպտիմալ ցել, ավելի շատ իմ համար կենտրոնացված եմ, այսինքն պոզիցիայից մեծ մասը էֆիրումի մարկակը ֆիքսեմ $7000 սահմաններում, երբ որ կտեսնեմ այս շարժը, մեծ մասը կֆիքսեմ $7000 սահմաններում եւ փոքր մասը կթողնեմ մինչեւ եթե հանկարծ գինը շարժվի մինչեւ $10,000։ Եվ շատ կրիպտո արժույթներ նույնպես կան, որոնք ունեն պոտենցիալ այս պահին, իրականում այս պոտենցիալը, որը որ հենց հիմա ունի էֆիրումը, բավականին, այսպես ասած, գալի երևացող պոտենցիալ է, մոտավորապես 63%, սա մի հատ լավ բիզնեսի 2 տարվա եկամտաբերությունն է, այնպես որ ընկերներ, մեզ անհրաժեշտ է հասկանալ շուկայի ընդհանուր տրամաբանությունը, որպեսզի կազմենք մեր գործողությունների հերթականությունը մեր առևտրային ռազմավարության սահմաններում։ Այսքանով ուզում եմ ավարտել մեր այսօրվա եթերը, լավ եղեք, բոլորիդ մեծ պրոֆիտներ, եկամուտներ ընկերներ եւ կհանդիպենք շատ շուտով։